Ընդդիմությունն է դժգոհում կառավարման որակից, ընդդիմությունը դժգոհ է կառավար, ոչ ես եմ դժգոհ կառավարության որակից, կառավարությունն է դժգոհ կառավարման որակից, խորհրդարանական մեծամասնությունն է դժգոհ կառավարման որակից, բայց եկեք, ինչպես ասում են, ծուռ նստենք, ուղիղ խոսանք, մի երկրում, որտեղ բնակավայրերի մի զգալի տոկոսում, ես էլ թիվ, որը իմիջայլոց պետք է հաշվել, մանկապարտեզ չկա, դպրոցն էլ կիսավեր վիճակում, որտեղից պետք է լիներ լավ կառավարման համակարգ, մենք հասկանում ենք սա, թե չենք հասկանում, որտեղից պետք է լիներ լավ կառավարման համակարգ, մի երկրում, որտեղ բուհական համակարգի գործունեության մի զգալի հատվածը եղել է դիպլոմ վաճառելը, որտեղից պետք է լիներ կառավարման լավ որակ, մենք բացատրեք էլի։ Գալիս են քաղաքացիական հասարակության հետ ենք, այն օրը քննարկում է, տենց նեղ կազմով քննարկում է, ասում եմ, հա Ժորժ ջան, բերեք ձեր չնաշխարհիկ կադրերի ցուցակը, բերեք։ Չի կարա լինի, հա այն մարդիկ, ովքեր ի վիճակի են աշխատել, նրանք ասում են 5, 6, 3, 2 միլիոն դրամ ամիս պետք է աշխատավ աշտակ մեզ եւ գնում աշխատում են, էլ չեմ ասում հավասար պայմաններում ինքը գնում է ուրիշ տեղ աշխատում, ասում է զալա կա որը այսքան անեցքի տակ մի հատ էլ ամեն բանը մի կիլո տուն տարած հացի վրա 6 կիլո հետա անեցքի, ինձ պետք է կգնամ ինձ համար շորտերով բանով ամեն օր կգնամ գործի իմ փող կաշխատեմ։ Բայց մենք պետք է հասկանանք ինչի է մեր ընկալումը կենտրոնացում է այսքան շատ կրթության վրա։ Չի լինում տենց, չի լինում, չի կարա լինի։ Դուք գնացեք գյուղ, մարզ, մտեք տեսեք մեր դպրոցների վիճակը, տեսեք 30 տարի մեր երեխեքը ինչ դպրոցներում են գնացել դասի, ահա և ձեզ պատասխանը։ Հա, մենք մեր մասին եմ ասում, բա ում մասին եմ ասում, բա ուրիշ, ինչ ասում եմ մեր մասին եմ ասում առաջին հերթին։ Եվ տեղ է հարցի պատասխանը, և կա հաջորդ մի բանը, երբ որ տեսեք մենք անդադ ասում ենք, դե պրոբլեմը կա, այս պրոբլեմը կա, այն պրոբլեմ, մեզ թվում է, թե այդ պրոբլեմը միշտ ինչ-որ ուրիշներն են անդադ, ուրիշների մասին է, չէ, մեր մասին է, ամեն ինչը մեր մասին է, կառավարման որակը, կներեք, մենք այսօր, ես պատահական չասացի, ես այնպիսի վարչապետ եմ, ինչպես Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական վարորդը ինչպիսին վարորդը, միջին վիճակագրական վարորդը, որտև չեմ կարող ես այլ կերպ լինել, չեմ կարող, և հակառակը, մենք ես պետք է այս կապերը հասկանանք, սա մի օրգանիզմ է, բա պետությունը, ժողովուրդը մի օրգանիզմ է, այդ օրգանիզմի մեջ տարբեր մասեր կան, տարբեր ֆունկցիաներ կան, բայց մենք ինքը միասնական օրգանիզմ է, մենք ինչ ենք մի ժողովուրդ, որովհետև նույն կրթական համակարգով, նույն մտածողությամբ, նույն պատկերացումներով կապված ենք, հա, տարբերվում ենք, ընդդիմություն կա, իշխանություն կա, գործադիր կա, օրենսդիր կա, արհեստավոր կա, բանվոր կա, գյուղացի կա, ինչն է մեզ միավ, ինչ որ մի բան կա, չէ, ընդհանուր, այդ հաղորդակից անոթների տրամաբանությունն է, և մենք պետք է հասկանանք, ուզում ենք պետություն ունենանք նորմալ, պետք է ներդրում անենք կրթական համակարգում, ինքնամոռաց պետք է ներդրում անենք, 300 դպրոց, ինչի չենք կարող նորմալ 300 դպրոց կառուցենք, էլի նույն պատճառով, որտեղ միջին վիճակագրական շինարարը այնպիսին է, ինչպես միջին վիճակագրական վարորդը և միջին վիճակագրական պաշտոնյա և միջին վիճակագրական վարչապետը, իմ համար ասեն, որ ուրիշների վրա չլինի, բայց պետք է հասկանանք մենք, ի վերջո մենք մեզ հայելու մեջ նայելու ենք, թե ես ասելու եմ, ես ամենալավն եմ, մնացածը վատն են, մնացածն էլ ասելու են, մենք ամենալավն ենք, բանը, վարչապետը վատն է։ Կարանք ասենք, բայց դրանից շարժ չկա, ոչ մի տեղապտույտի անվերջ վիճակ։ Մենք բոլորս նույնքան լավն ենք, և մենք բոլորս նույնքան վատն ենք։